Բարև ձեզ հարազատներս, պետք է գնամ որ շփեմ, հալարում եմ գնամ, երկու կարևոր բաներից պատմեմ, հետո գնամ գործերով զբաղվեմ։ Երեք Վլադիմիր Վլադիմիրովիչն էր զանգել, ձեր իմացած, շատ ջղայնացած, շատ, մտել էր էջս տեսել, որ գիշերանոցով երգում եմ, ինձ երևի ամենավերջի բառերը ասեց, որ քեզ ասում եմ, Ռուսաստանում այդքան բժշկություն սովորացրեցինք, կար ու ձև սովորացրեցինք, լեզուներ սովորացրեցինք, աղջիկ քո նմանին ճաշեպել սովորացրեցինք։ Ուղարկեցինք գործի, դու գնացել ես դե գիշերանոցով Ալլա Պուգաչովա ես երկում։ Գոնե չէիր կարող, գոնե Զեյնաբ Խանլարովա երկեր, որ մեզ այն շուտ չվառեիր։ Շատ էր ջղայն։ Ստիպված է տեսահոլովակս հանեցի, գյուզալ տեսահոլովակս շատ լավն էր։ Երևի այս ամսվա լրտեսականներս չտան։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում, բայց այսօր իրոք Վլադիմիր Վլադիմիրովիչի մասին եմ ուզում պատմեմ, որ ես իրան սրանից տարիներ առաջ նամակ եմ գրել ու ինքը քիչ չի պատասխանել է գործով։ Սա շատ կարևոր է։ Ուրեմն տարին լավ չեմ հիշում, սա եկամ 2010 թվականն է կամ 2015 թվականի պատմությունն է, եմ հիշում, որ երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի յուբիլեյն են նշում, մայիսյան տոներն են, հեռուստացույցով ցույց են տալիս, որ երեխաները իրենց տատիկներին, պապիկներին ծաղիկներ են տանում նվիրում, Պուտինն անընդհատ ելույթներ ունենում, որ տներ է տալիս վետերաններին, գումարներ են տալիս, շնորհավորում են, ես էլ դե քանի որ իմ պապիկս հիշում եմ, որ ես պապիկ ունեմ, չնայած ես միշտ շատ զբաղված անձնավորություն աշխարհը փրկող, հիշում եմ, որ տեսնում եմ այդ ամեն ինչը, հիշում եմ, որ ես էլ պապիկ ունեմ, որ խիղճս հանգիստ լինի, պապիկիս գումար եմ ուղարկում, պապիկս այդ ժամանակ Կալինինգրադում է ապրում։ Ուրեմն պապիկս էլ ճիշտ է համաշխարհային պատերազմի ժամանակ պատերազմում չի եղել, բայց ինքը 14 տարեկանից անձնուրաց այդ նավթարդյունաբերական կազմակերպություններում աշխատելուց է եղել։ Անգամ մահանալուց չենք իմացել քանի տարեկան է, որովհետև փոքր տարիքում սխալ անձնագիր էր սարքել, որ ինքը իբր թե մեծ տարիքում է, որ իրան թողեն գնա աշխատի։ Իրոք անձնուրաց աշխատել այդ նավթարդյունաբերական այդ կազմակերպություններում, ահագին մեդալներ, պարգևատրումներ ուներ, անգամ պատենտներ ուներ, ինչ-որ հայտնագործություններ էր արել այդ բնագավառում, սովետական միության ժամանակ մեքենա էին իրան նվիրել այդ հայտնագործությունների համար։ Մի խոսքով շատ մեծ ներդրում ուներ։ Ու բնական այդ պատերազմի տարիներին անընդհատ աշխատելուց է եղել այդ նավթ հանելուց։ Ուրեմն պապիկս Շահումյանից է, Շահումյանը երբ որ գրավում են 91 թվականին, գալիս են Հայաստան, փախնում է բնակչությունը Հայաստան, մինչև Հայաստան գալը դեռ ինչքան, եթե չեմ սխալվում, մոտ մի տարի անտառներում են ապրում շահումյանցիները, հողի մեջ տներ սարքած, հետո որ փախնում են արդեն մեծ մասը առանց անձնագրեր, առանց փաստաթղթերի, գալիս են Հայաստան, Հայաստանում այդ ամենավատ տարիներն են 91-92 թվականների, հիշում եք, առանց գազ, առանց լույս, տեսնում են չապրել անհնար է, գնում են Ռուսաստան, բարեկամներից մեծ մասը Մոսկվա են գնում, փոքր քեռիս, տատիկիս, պապիկիս հետ գնում են Կալինինգրադի գյուղերից մեկը ու այդտեղ էլ ապրում։ Հիմա ես պապիկիս գումար եմ ուղարկում ու տեսնում հաջորդ օրը այդ գումարը վերադառնում է ինձ։ Վերադառնում է ինձ ու պատճառը գրած է, որ այն մարդուն ուղարկել եք չի կարող ստանալ, քանի որ ինքը անձնագիր չունի։ Ես գիտեի, որ պապիկս անձնագիր չունի, այդ խոսակցությունները միշտ մեր տանը կային, պապիկս երևի մտածել են մեծ մարդ հաճախել, անձնագիրը սարքում ենք, ինչ անենք, բայց ես գիտեմ, որ ինքը շատ ուզում էր այդ անձնագիր ունենալ, շոշափելի բռներ այդ անձնագիրը, չնայած ինքը փաստաթղթեր ուներ, իր թոշակը տալիս էին իրան, չգիտեմ ինչ փաստաթղթեր ուներ, որ ինքը կարողանում էր տարին 1-2 անգամ գար Մոսկվա, թե ինքնաթիռով, թե գնացքով, բայց չգիտես ինչու ինքը անպայման այդ անձնագիրը ուզում էր ունենալ։ Էլ ինչ ասես չէին արել այդ անձնագիրը, որ ինքը ստանա, էլ ուղարկում էին, որ գնացեք փաստաթուղթ բերեք, որ դուք Ադրբեջանի քաղաքացի չեք, քանի որ Շահումյան Ադրբեջանի կազմում է եղել։ Գնում էին ընկնում այդ դեսպանատներ այդ թուղթը բերում։ Չէ, գնացեք հիմա էլ թուղթ բերեք, որ դուք Հայաստանի քաղաքացի չեք։ Գնում էին ընկնում դեսպանատներ այդ թուղթը բերում։ Այդ մարդը ոչ մի անգամ դեղ խմած չի, ուղարկել էին, քանի անգամ գնացել էր Արուն հանձնել, որ իրան անձնագիր տան, չեն տալիս ու վերջ։ Դե հիմա ես, որ ես իմ փրկարար գործերս թողեմ, պապիկիս գումար եմ ուղարկել, այս գումարս հետ է գալիս ինձ։ Ես էլ առավոտից երեկո լսում եմ, որ Պուտինը տենց բան գործեր անում, ինչքան կջղայնանաս։
Ես էլ որ ջղայնանում եմ վերջ։ Ջղայնացած նամակ եմ գրում, դե որ ուրիշ գործիք չկա ինչ պիտի անեմ, Պուտինին նամակ եմ գրում, որ իմ պապիկս 14 տարեկանից բժշկական գիտություններ է գնացում։ Մի խոսքով են, որ դուք տներ եք ասում Խոստանում վետերաններին, գումարներ այդ մարդուն ոչ մի բան պետք չէ 20 տարի Մոսկվանում, Ռուսաստանում ապրում է, մի հատ անձնագիր չունի։ Ջղայնացած այդ նամակս վերցնում գնում post, որ ուղարկում եմ Պուտինին, ոնց ուղարկեմ։ Լեխաճակ են անում, որ նույնիսկ նայեմ կա Ասում ես նամակի վրա ինչ գրեմ, որ գնա Պուտինին հասնի։ Ну, напишите Кремль։ Գրում եմ Կրեմլ, ուղարկում նամակս ու գնում շարունակում աշխարհը փրկել, երբ մոռանում եմ այդ նամակ եմ գրել անգամ։ 2 շաբաթ հետո մոտավորապես քերիս զանգում եմ մամայիս, որ Սվետա, չգիտենք ես ինչ ա եղել։ 2 լուրջ մարդ կոստյումներով, փողկապներով եկան մեր տուն, где тут проживает Гусян Сергей։ Անձնագիրը տվեցին պապիկին, մեզանից բոլորիցս ներողություն խնդրեցին ու գնացին։ Ու մի խոսքով իմանում են, որ ես եմ նամակ գրել Պուտինին, դե որ պապիկս իմանա ես Պուտինին նամակ եմ գրել, ինքն էլ 2 շաբաթ հետո անձնագիրը իրան բերել ա տվել այդ 20 տարվա այդ տառապանքներից հետո։ Մի խոսքով իր մոտ դառնում եմ ես իրոքնեց մի բան վերևից օդից իջած մի անձնավորություն մեծ կապերով։ Լավն էին մեր տատիկներն ու պապիկները, Աստված հոգիները լուսավորի, բոլորին ով կա պահի, մնացածներին Աստված իրոք հոգիները լուսավորի, մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։